Պարոն Ռուբինյան, ես ուզում եի անդրադառնալ ակտիվ քննադատություններ կան երկրի տնտեսական քննադատությունների արձագանքները, թե օրվա ընտրության հետ կապված սպասելիքյանից 27, որովհետև օրինակ ոչ սեպտեմբերի 27, այլ հոկտեմբերի 3 հունվարի 27։ Շատ բաց պատճառով, նախ որն է գաղափարը։ Գաղափարը հետևյալն է, որ ունենանք հատուկ օր, երբ որ կհիշատակենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված անձանց եւ կխոնարհվենք հանուն հայրենիքի զոհված զինվորների առաջ։ Այդպիսի օր մեկ կոնկրետ օր մենք չունենք մեր տոնացույցի մեջ, տոների եւ հիշատակի եւ տոների օրացույցի մեջ չկա այդպիսի օր եւ կարծում եմ նման անհրաժեշտություն կա սահմանելու։ Ձեր նշած ամսաթվերը կոնկրետ պատերազմների, այսինքն նշեցիք սեպտեմբերի 27, դա կոնկրետ 44-օրյա պատերազմի սկզբի օրն է։ Այն մարդիկ կարող են նշել, ասենք, ապրիլի 2-ը քարորիայի սկիզբը, այն մարդիկ կարող են նոյեմբերի 9-ը նշել որպես ավարտի օր։ Միտքը հետևյալն է, ես երբ մենք ուզում էինք ընտրել օր, որը նախ որևէ կոնկրետ ռազմական գործողության հետ կապ չունենա, որովհետև խոսքը բոլոր ռազմական գործողությունների ընթացքում զոհված, հանուն հայրենիքի զոհված մեր հայրենակիցների մասին է, եւ նաեւ կապ կա հունվարի 28-ի հետ այն իմաստով, որ միտքը հետևյալն է, որ հունվարի 27-ին հիշենք եւ հարգանքի տուր մատուցենք եւ խոնարհվենք զոհերի առաջ, իսկ հունվարի 28-ին արդեն տոնենք բանակի օրը, որովհետեւ մի այսպիսի կոնտեքստ կա, հունվարի 28-ը մասամբ վերածվել է նաեւ հիշատակի օրվա, այնինքն առաջնորդին պետք է տոն լինի եւ 27-ի հիշատակը կարող է 28-ին տոնը։ Պարոն Ռուբինյան, այդ դեպքում եթե սկզբունքով նայենք, ցեղասպանությունը 24-ի միայն դեպի չունեցած, սակայն նշանակչի, այս դեպքում է որոշակի գրում էիք այդ թվում իշխանությունների կոռուպցիայի մասին, ինչ էիք գրում։ Ինչ էիք գրում, փաստեր ունեիք։ Չէ, մի վայրկյան ինչ էիք գրում։ Փաշինյանը հերիմ հայտարարում էր, որ ազգային ժողովրդից որ չէ, թողեք ավար հարցնի։ Բայց հիմա այսքան բան է, ես եմ վերագրողը։ Լավ, խնդրեմ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր ազգային ժողովից հայտարարում էր, որ Սաշիկ Սարգսյանը բիզնեսին 50% փայ է, ես դա որպես լրագրող գրում եմ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք, չէ, դուք ձեր անունից եք գրում, բայց ես ճիշտ եմ հասկանում, որ դուք հիմա լրագրողները, այստեղ կոնսենսուս կա, որ օրինակ Սերժ Սարգսյանը եւ Հանրապետական կուսակցությունը ընտրակեղծա մի վայրկյան ընտրակեղծարներ չեն եւ կոռումպացված չեն եղել, եթե դա է ձեր կոնսենսուսը, ուրեմն դուք ընդհանրապես կապ չունեք Հայաստանի ներքաղաքական դաշտի եւ հանրային մտքերի հետ։ Դե իմ տեսակետն է, ես էլ ձեզ հայտնում եմ եւ ասում եմ դրա համար էլ Սերժ Սարգսյանը հեռացվել է իշխանությունից։ Եթե իմ ասածները սխալ լինեին, Սերժ Սարգսյանը չէր հեռացվի իշխանությունից։ Էլ չեմ ասում քոչ այն բազմաթիվ գույքերը, որ դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից ու իր ընտանիքից, որը գումարային մոտ $200 միլիոն է գալիս ու ինքը մուծվելու է, դա ձև չունի։ Պարոն Ռուբինյան, վերջերս առաջին նախագահը հայտարարեց, թող բացահայտեն այն բոլոր փաստաթղթերը Նիկոլ Փաշինյանը, որը կապված է Ղարաբաղյան գործընթացի հետ, եւ այո, կոնկրետ, եւ որևէ այլևս բանավիճելու թեմա չի ունենա։ Ես էլ ասում եմ, որ եթե դա իր տրամաբանությունը, ուրեմն ինքը Լևոն Տեր-Պետրոսյանը այդ բանավեճը փակել է ու բացահայտել է բոլոր փաստաթղթերի բովանդակությունը 97 թվականից սկսած, որովհետև 2012 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը բառացի ասել է հետևյալը, խոսելով մադրիդյան սկզբունքների մասին ու քննադատելով դրանք, ասել է, որ մադրիդյան սկզբունքները նշանակում են միայն մեկ բան։ Այնտեղ, քանի որ մադրիդյան սկզբունքներում տարածքային ամբողջականության սկզբունքը դրված է ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ միասին, այս երկու սկզբունքների միատեղումը կարող է նշանակել միայն մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղ որպես ավտոնոմիա, ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Հետևաբար Լևոն Տեր-Պետրոսյանը իդեպ ճշմարտացիորեն ինչ ասել է ճիշտ է ասել։
դեռևս 2012 թվականին ֆիքսել է, որ մադրիդյան սկզբունքները, իսկ հիշեցնում եմ, մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո բոլոր բանակցային փաստաթղթերը հիմնված են եղել մադրիդյան սկզբունքների հիման վրա, ենթադրել են Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում, իդեպ բանավեճի ամբողջ թեման ինչից էր բացվել, որ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ 1994 թվականից սկսած ամբողջ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ ընդգրկելու մասին, ինչն էլ պահանջում էր Պարոն ապացուցել։ Ռուբինյան, ինչու արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես չի հրապարակում 2019 Որևէ թվականին խնդիր, ստացված նայեք, շատ լավ։ թող ավարտի հետո Ինչու՞ չի, ինչի՞ չի։ Չէ, կապ ունի, որտեղ Իշխան Սայաթյանն ու Լեոն Տեր-Պետրոսյանը շատ նման են միմյանց ամեն ինչով, հատկապես ինտելեկտուալ մակարդակով, բայց տեսեք, նախ հայտարարվել է, որ որևէ քաղաքական կաշվանքանդվածություն չկա զուտ բանի հետ կապված, այսինքն այդ փաստաթղթերը միայն Հայաստանի փաստաթղթերը չեն, եւ որոշակի Միշտի խումբը լուծարվել է։ Միշտի խումբը նախ չի լուծարվել, Միշտի խումբը դեռ պիտի լուծարվի։ Երկրորդը, դրանք փաստաթղթեր են, որոնք բանակցվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ եթե ես չեմ սխալվում, վարչապետը ժամանակին նշել է, որ հանձնարարել է արտգործնախարարությանը նախ իմի բերել փաստաթղթերը եւ գնահատել պատերությունը դրանք հրապարակելու, բայց իրականում 2019 թվականի փաստաթղթերի վերաբերյալ, այսինքն այդտեղ գաղտնիք էլ չկա։ 2010 մի հատ լսեք էլի, 2019 թվականի փաստաթուղթը նախ սկսվում է հետեւյալով. Ադրբեջանի Հանրապետության նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախագահը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահը չէր Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանն էր, բայց Արմեն Սարգսյանն երբեք չի բանակցել։ Դա ինչ կապ ունի։ Դա կապ ես հիմա հրապարակելու մասին չեմ խոսում, ես բովանդակությունն եմ ասում։ Սա ինքնին վկայում է այն մասին, որ այդ փաստաթղթերը եղել են Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին բանակցային իրավիճակի ամփոփումը։ Ինչի մասին են եղել բոլոր փաստաթղթերը, որոնք հիմնված են եղել մադրիդյան սկզբունքների հիման վրա, որ հանձնվում են 5 կամ 5+2 կամ 7 շրջանները Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ ուրիշ ոչ մի բան, այսինքն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անդրադարձ չի լինում, իսկ իրականում մադրիդյան սկզբունքներից բխում են, որ դրանից հետո ակնհայտ է այդ կարգավիճակի հետ ինչ է լինելու, Ադրբեջանի կազմ է լինելու, դա Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունն է, խնդրում եմ իդեպ կհարցնեք իրեն։ Մեկնաբանություն, եթե դուք հղում եք անում Լևոն Տեր-Պետրոսյանին, դա է իր մեկնաբանությունը ու այդ առումով ճիշտ մեկնաբանություն։ Դուք ասում եք բոլորը եղել են այդ 19-ը կոնկրետ կասեք ինչ էին առաջարկել։ Լսեք, ես հիմա ձեզ ասեմ, ընդհանրապես մի վայրկյան էլի, ես կարող եմ լավ չմտաբերեմ, դրա համար հիմա հստակ չեմ ասում, բայց ընդհանրապես երբևիցե որևէ փաստաթղթում չի եղել այնպիսի ձևակերպում հանրաքվեի մասին, որը նշանակի, որ աներկբա է, որ հանրաքվեն լինելու է այսպես եւ այդ հանրաքվեի արդյունքում լինելու է կամ այսպես կամ այնպես։ Այնպիսի ձևակերպումներ են, որ ասենք միշտ ես հիմա ինչ որ ասում եմ, չեմ ասում, կոնկրետ մի փաստաթղթի մի վայրկյան էլի։ Ես հիմա չեմ ասում, որ կոնկրետ փաստաթղթի մասն եմ խոսում, բայց օրինակ եղել են ձևակերպումներ, որոնք կարելի է եղել մեկնաբանել, օրինակ որպես հանրաքվե ամբողջ Ադրբեջանի կազմում, այդ թվում Լեռնային Ղարաբաղում։ Եվ այսպես շարունակ, ես հիմա կոնկրետ մի փաստաթղթի մասին չեմ խոսում, բայց ընդհանրապես եթե ընդհանուր ենք խոսում, ասում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ ասում է ինչ ասել է 2012 թվականին, ճիշտ է ասել։ Մադրիդյան սկզբունքներում, երբ որ տարածքային ամբողջականությունն եւ ազգերի ինքնորոշման իրավունքը մեկտեղված են, դա կարող է նշանակել միայն մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում։ Բայց դա մնում է Ընդ որում 97 թվականին առաջարկը նույնպես նման տրամաբանության մեջ է եղել, ինչի մասին կրկին խոսել ինչպես դե կներեք ինչ էլ ես ասեմ մեկնաբանություն է, ես բան չեմ, չէ, ես վերին աստիճանի ճշմարտությունը չեմ, չէ։ Մեկնաբանում եք մի բան, այսինքն փաստաթղթում գրվածը մի բան է, այնինչ դուք կանխատեսում եք այդ դրույթներից կամ մեկնաբանում դա այլ բան է, հիմա դուք մեկնաբանում եք, որ նշանակում էր կարգավիճակ Ադրբեջանի կազմում, դա ձեր մեկնաբանությունը կամ որևէ այլ պաշտոնյա։ Սիրելի շողիկ, եթե նկատել եք աշխարհը եւ իրականությունը կազմված են սուբյեկտիվ մեկնաբանություններից եւ ինչ էլ եւ ասեմ լինելու է իմ մեկնաբանությունը։
չէ, բայց օրինակ հիմա որ նույն այդ Վաշինգտոնյան համաձայնությունների հետ կապված մեկնաբանությունն է հնչում, դուք զայրանում եք կամ Որտեղ դրանք սխալ մեկնաբանություններ են։ Հիմա դուք գնահատեք իմ մեկնաբանությունը ճիշտ է կամ թե սխալ, բայց կարող եք նաև, բայց սա այն քիչ դեպքերից մեկն է, որ մեր մեկնաբանությունները համընկնում են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունները։ Իսկ ես գիտեմ, որ Ազատություն ռադիոկայանը շատ է գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունները, համարում է դրանք վերին աստիճանի ճշմարտություն, հետեւաբար այստեղ դուք մի վիճեք, գոնե թող մյուսները Սաղաթելյանի մեկնաբանությունը խնդրում եմ։ Ինչ չլսեցի։ Գնահատեք, խնդրում եմ ձեր գործընկեր Իշխան Սաղաթելյանի մեկնաբանությունը 2019 թվականի հունիսին։ Լևոն Տեր-Պետրոսյանին մեկնաբանեցին նույնն շատ ավելի լավ շահեկան պայմաններ էր առաջարկում Հայաստանին լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բայց դուք դավադրաբար հրաժարվեցիք։ Եվ ես նրան հարցրեցի, թե ինչ շահեկան դրույթների մասին է խոսքը, ձևակերպումների մասին, ասաց, որ ծանոթ չէ։ Լսեք, մենք մեր իշխանության օրոք չենք մերժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ առաջարկ։ Վերջ։ Հետևաբար ամեն ինչ, որ ասում է սրան հակառակ, սուտ է։ Պարոն Ռուբինյան, Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը իր պատվավոր տեղը կունենա դավաճանների շարքում, տալով Ֆրանգուլյանի հասարակությունը եւ Ես էլ ասում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր պատվավոր տեղը կունենա մոնղոլ թաթարական արշավանքների հրամանատարներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողքին։ Պարոն Ռուբինյան, ձեր խմբակցության անդամներից շատ Որովհետեւ իրենց պես ընտրակեղծարարը եւ իրենց պես Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի դեմ պատերազմ հայտարարելու մեջ։ 2008 գիտեիք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրակեղծարար է, պարոն։ Այո։ Դա եմ ասում, ձեր խմբակցության Իսկ ինչու էիք մասնակցում այդ ցույցերին։ Նախ դուք ինչ գիտեք, ես մասնակցում եի, թե չէ։ Մասնակցել եմ 17 տարեկան է եւ մասնակցել եմ, որովհետեւ համարել եմ, որ դա հնարավոր ամենառեալիստական ճանապարհն է ազատվել ընտրակեղծարարների դեմ, ճիշտ է։ Այո, բայց փորձ ցույց տվեց, որ սխալ է անում, որովհետեւ փորձ ցույց տվեց, որ սխալ է անում, որովհետեւ փաստորեն նրանք չեն ուղղվում երբեք։ Ես ինձ թվում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գուցե ուղղվել է, բայց փորձ ցույց տվեց, որ ինքը անուղղելի է։ Ձեր խմբակցության շատերն են փաստորեն սխալ է, որովհետև ձեր կուսակցությունում շատ շատեր է Լևոն Պետրոսյանի երիտասարդական թևի ներկայացուցիչներ։ Գուցե, ես ուզում եմ հիշեցնել, որ իմ հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցն է եղել մինչև 2011 թվականը, եթե նկատեցիք, ասեցի մինչև 2011 թվականն է եղել եւ ինքը գաղափարական տարաձայնություններ ունի, ունեցել է եւ դուրս է եկել եւ եթե դուք ձեզ թվում է որ այս բաները հիշեցնելով դուք պետք է ինձ ծանր իրավիճակի մեջ գցեք, բացարձակ չեք գցել։